Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Պատրաստվում են բոլորը, կոչ, որպեսզի վերադառնանք մեր ինքնությանը, որպեսզի երկրի օտարված սերը վերադառնա պանդխտությունից։ Հայաստանի ընկալունակ մթնոլորտը լցրեք ազգային գաղափարախոսության վառվող ճրագներով, Հայաստանում հատուկ եռաբլուրի օր հայտարարելու որոշում կայացրեք։ Տարփողեք ազգագրական երգերն ու պարերը, մաքրենք հայ հերոսների հեղինակության վրա նստած փոշիները, լեզվի գիտակներն արխիվներից հանեն հայոց աստվածային բառերի խորհուրդներն ու արժեքները։ Հերացու բուժիչ բալասանների գաղտնիքը ժողովրդին հասանելի դարձնենք։ Նարեկացում մեծագույն լույսի ներթափանցման հոգևոր զարթոնքը տարածենք։ Տիեզերագետ գիտնականներից Վիկտոր Համբարձումյանից և Գրիգոր Գուրզադյանից Մետաքսյանից խոսեք։ Ցնծացեք Լուսինե Զաքարյանով և աշխարհի սոխակ Գոհար Գասպարյանով։ Կոմիտաս հայի խազերին խոնարհվեք, Խրիմյան Հայրիկ ու Վազգեն Վեհափար կաթողիկոսներին խոնարհվեք։ Լեռ Կամսար և Հրանտ Մաթևոսյան, Թումանյան և Ռաֆի, Համոսահյան և Սևակ դարձրեք անլռելի զանգակատուն, փողոցները ողողեք Ավետ Տերտերյանով և Արամ Խաչատրյաններով, զարդարեք սարյանական գույների հեքիաթներով։ Որ մեկը ասեմ տաղանդների երկիր Հայաստանս։ Հայաստանի ամենահամեղ կենսական գոհարների, ջրի, հացի, մրգերի, բուժիչ խոտերի արժեքը ներկայացրեք։ Հայ մարդու բարությունը տարածենք և բարձրացնենք։ Ամեն լավ բան հանեք պատմության էջերից, սեր և հեղինակություն վայելող մարդկանց եթեր բերեք, որ ազատվենք այս ամենօրյա փուչ բամբասանքներից, օտարների խառնակիչ միջամտություններից, արժեքդ գետին գցող անորակ և խառնարյուն, տարբեր պիտակներ ճակատներին փակցրած, սաքսոնա ջհուդա թուրքական և եսիմինչական պատմության էջերում ոտատակ ընկած մնացորդներից, մեզնից սնված և մեզ սպանող Հայաստան մուտքագրված դևերից։ Երկիր դրախտավայր, դուրս արի ազգային ատելությունից և պառակտություններից, նվաստացում տարածող խորհրդարանական գզվռտոցներից, նենգամիտ որոգայթներից, մաքրիր մուրացկանի մուրն ու տկարության լացը ներկա օրերում, ամոթից քրտնած ճակատիցդ, խոնարհվիր ազգայինիդ առաջ, վերականգնիր ուժդ, լսում ես, երկիր, միայն ազգային գաղափարախոսությունը մեզ կվերադարձնի մեր կորուստները, ուժն ու հաղթանակներն ու հայի արժանապատվությունը։ Յուրաքանչյուր անձի մեջ մի լավ բան կա, որոնենք այդ թեկուզ մեկ հատիկը, որ գտնենք մեր ինքնությունը։ Մենք, Մայր Հայաստանի զավակներս, մեկ հայրենիք ունենք։ Հիշեք, որ փրկենք մեր տեսակը բնատուր իմաստնությամբ օժտված, չխոնարհվող հպարտ և անխորտակ հային։ Ես քո զինվորն եմ, հայրենիք, այսպես պիտի ասել։ Չզարմանաք, Երանի մեզ արդեն 16 վարչապետի թեկնածու ունենք։ Դեռ 6 ամիս կա, երևի 16 հոգի էլ ավելանա։ Մի հարցնող լինի, այդ ինչու եք ուզում վարչապետ դառնալ։ Այ հենց այստեղ է հայերիս դժբախտությունը։ Ոչ թե մտածում ենք երկրի փրկության, այլ շատերը երկրից տարածի փրկության զորագնդից են։ Թող ինձ ներեն աստվածատուր ազնորդիները, իրենք կասկածից դուրս են։ Այսօր ավելին, քան երբևէ, երբ իրականության մեջ և մեր բնազդներում հայոց ազգին սպառնացող վտանգներ ենք տեսնում, ազգովի պետք է միաբանվենք մեկ նպատակի շուրջ՝ հայոց ազգային անվտանգությունը յուրաքանչյուրիս ապրելու հրամայականը դարձնելու համար։ Այս հրաշք ազգին 1000 մասի մի բաժանեք, դա թշնամու ձեռագիրն է։ Այրեք նրա երազանքը, մենք մեկ հայրենիք ունենք, Հայաստան։ Մի անգամ ոչ սեղանի շուրջ, այլ անկեղծորեն սիրեք հայրենիքը, զի հայրենիքներն ապրում են սիրով և կործանվում սիրո պակասից։ Ես չեմ ասել, Նժդեհն է ասել։ Ով մտքի և իմաստնության թշնամին է, ինքնությունից զուրկ գոյ է և ազգի համար միավոր չէ։ Տգիտությունը անհայրենիք գաղութացման աղբյուր է։ Հայաստանում հայերեն խոսող անհայտ նպատակներով վխտացող անձինք կարծես ծրագրավորված աշխատում են հայ ժողովրդի բարոյական արժեքների զրոյացման վրա։ Զարմանալի օրեր ենք ապրում,
երբ հասարակական միտքը զբաղեցվում է ոչնչով, նշանակում է լինելու է մի բան, որը երկրի ժողովրդի շահերից շատ հեռու է։ Հայաստանին ազգային արյան փոխներարկում է անհրաժեշտ, լսում եք։ Ոչ թե 2 քարի, այլ 12 քարի արանքում ենք հայտնվել եւ այս ամենը տարիներ շարունակ երկրի շահը ազգի շահ չճանաչելու արդյունքում։ Եթե Արցախն ու Հայաստանը չթալանեին, ստեղծեին հզոր պաշտպանություն, ազգային հարստությունը ծառայեցնեին ազգին, ոչ թե լցնեին իրենց գրպանները եւ առատորեն բաշխեին օտարներին, Հայաստանում պայմաններ ստեղծեին անվտանգ եւ նյութապես ապահով լինելուն, այսօր ոչ մի հայ չէր լքի իր հայրենիքը։ Եվ օտարները Հայաստան կգային ոչ թե մեր թթվածինը փակելու կոշտ դիվանագիտությամբ կամ Ալիևյան ներքին սպառնալիքներով, այլ Հայաստանից օգնություն հայցելու, արևելք-արևմուտք շահադիտական հրդեհը մարելու համար, ինչպես եղել է վաղ անցյալում։ Ինչևէ, մեկ անգամ ազգի վաղվա օրվա մասին մտածեք, ոչ թե վարչապետ ու նախագահ դառնալու եւ նրանք, ովքեր երկիրը անդունդի եզրին կանգնեցրին, գոնե 2 տասնամյակ հանգիստ թողնեն նոր սերնդին, իր ապագան նորովի կառուցելու իրատեսությամբ, այլապես վաղուց էլ կրկնությունը գիտության մայրը չէ, քանզի արհեստական բանականությունն անցել է կրկնուսուցման դարպասներից։ Ումից ենք թաքցնում, ազգի արյունը վարակված է ագահության եւ ատելության վիրուսներով, անհրաժեշտ է ազգային արյան փոխներարկում, հայի վերջին խելքի արյան երակներով։ Վերջին։ Պետք չէ քեզ այդ բարությունը, երկիր, կանգ առ։ Վաղուց, շատ վաղուց ենք խաբված։ Դեռ այն օրերից, երբ թիկունքից հարվածում էինք մեր թագավորներին եւ աղոհացով դիմավորում մեր մանկամարդ զավակներին սրի քաշողներին։ Եվ նա, ով քո արյունից էր ու պետք է առաջնորդեր քեզ, թշնամիներիդ կողմից հղփացած եւ գնված վայելում էր նրա տված 30 արծաթը, բնավ չպատկերացնելով, որ հաջորդ անմեղ սունակը ինքն է լինելու։ Ժամանակներն ու ազգային բարքերը փոխվեցին, սակայն դու հայոց ազգ, այդպես էլ չկարողացար գնահատել քո ազգային եսը եւ հաճախ քո ձեռքով սպանեցիր ու տարագրեցիր ազնվատոհմիկ զավակներիդ, այդպես էլ անհաղորդ մնալով այն ճշմարտությանը, որ երկիրն առանց սիրո եւ ներուժի առ ոչինչ է, որպես ազգային կենսագրություն եւ ծնած հերոսներդ զոհ գնացին անարդյունք, քանզի ազգային գիշատիչների եսը ներքուստ նրանց հարվածում էր թիկունքից։ Ոչ պատմության ընթացքում, ոչ էլ այսօր նրանցից եւ ոչ մեկը ցավոք չկանգնեց ժողովրդական դատաստանի մահվան կախաղանի առաջ։ Ու մինչև երբ է շարունակվելու այս ազգակործան խաբկանքը։ Սա ինչ է, միամտություն, ոչ եսակենտրոնություն, անճարակություն, ոչ հայի միտքը գործ է, օտարասիրություն, ոչ սեփական ազգի բնաջնջման հաշվին։ Հայերս այնքան բարի ենք, որ մեր ինքնության ողնաշարը ջարդող դևերին չենք պատժում։ Սա ինչ խոսք, ազնվական, սակայն ոչ ազգային փրկության քայլ է։ Ու նրանք այսօր էլ մեր կողքին, մեր դիակների վրա այնքան են բարձրացել ժողովրդի քամած արյան նյութական արժեքների բարձունքներին, որ իրենց աստվածներ են կարծում։ Եվ այդպես շարունակ, երբ է գալու հայի սթափության դարը, այնուամենայնիվ դեռ հույս ունեմ, գալու է։